ես ասեմ ինչու պետք է իրենց քվեն մեր քաղաքացիները տան ազգային ժողովրդավարական բևեռին, որովհետև չպետք է համեստություն անել, բևեռը այն քաղաքական ուժն է, ով տարիներ, եթե ոչ տասնամյակից ավել պայքարել է, ոչինչ չի խնայել, սիրելի ժողովուրդ, ձեր համար, ոչ իր կյանքը, ոչ իր առողջությունը, ոչ իր ազատությունը, ոչ իր ֆինանսական միջոցները, ոչ իր ժամանակը, չի խնայել ոչինչ, պայքարել է անընդհատ, անկախ նրանից, թե ընտրություններ են այդ պահին, ընտրություններ չեն, Հայաստանին ազգայի պետական շահին վերաբերվող ցանկացած հարցում բևեռը առաջին շարքում է կանգնած եղել, սա պետք է փաստենք։ Բևեռը միակ բառից չպետք է կաշկանդվենք, այո, հենց միակ քաղաքական ուժն է, ով ունի ունակություն իրականում արևմուտքի հետ հաստատելու մեր ազգային պետական շահը սպասարկող հարաբերություններ հաստատել։ Բևեռի անդամները այն մարդիկ են, ովքեր այս տարիների պայքարի արդյունքում ապացուցել են իրենց կանխատեսումների ճշմարտացիությունը եւ ցանկացած քվե մեր օգտին դա վաստակած քվե է, որովհետեւ դրա վրա մեծ ջանք է թափվել։ Մենք տարբերվում ենք ամբողջ քաղաքական ուժերից, ինչով մենք չենք փորձում խաբել մեր ժողովրդին։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ մենք սոցիալական, կենցաղային խոստումներով հանդես չենք գալիս մեր քաղաքացին։ Մենք քաղաքականություն ենք առաջարկում, մենք այս ընտրությունները քաղաքական ընտրություններ ենք դիտարկում։ Մենք չենք գալիս ասում ձեր, չգիտեմ, թոշակները մի քիչ բարձրացնենք, չգիտեմ, այնտեղ կաթի մթերում կազմակերպենք, չգիտեմ, գյուղմթերքի ինչ որ մթերումներ, ինչ որ այսպիսի մանր հարցերով միշտ այս 36 տարիների ընթացքում ձևավորվել է խորհրդարան, падգամավորներ են գնացել նստել, նախագահական ընտրություններ է ձևավորվել, այսպիսի կեղծ կենցաղային, հիմա էլ շատ, եթե տեսնենք, միայն մեր խոսույթն է, որ ռազմավարական նոր լուծում է առաջարկում, այսինքն այնպիսի լուծում, որ մեր երկիրը դառնա անվտանգ, կարճ մեր լեզվով ասած, Ադրբեջանը չգա գրավի մեր երկիրը, այս ներկա Հայաստանը, այդ լուծումը ունի մենակ բևեռը,